Վերակցության որքան է Միացյալ Նահանգների փայաբաժին այդ ամեն ինչում եւ որքան Հայաստանի կառավարության 74% Միացյալ Նահանգներին է տրվում, 26% միայն Հայաստանին։ Սա արդյոք ռիսկեր չի ստեղծում, որ Միացյալ Նահանգները միանձնյա կարող է շատ բաներ որոշել այդ ճանապարհի հետ կապված։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, այս նախագիծը, ենթակառուցվածքային նախագիծը, նաև բիզնես նախագիծ է, պետք է այս տեսանկյունից եւս նայել նախագծին եւ բանակցությունների արդյունքում է որոշվել այս տոկոսային բաշխվածությունը եւ նաև տարիների, թրիփ զարգացման ընկերության գործունեության տևողությունը եւ ըստ էության այդ բաժնեմասերի բաշխվածությունը մեծապես կախված է ներդրումներից, ինչպես ցանկացած բիզնեսում ներդրումների ծավալը որոշում է նաև բաժնեմասերը։ Բայց այստեղ շատ կարևոր նյուանս կա եւ որը արտահայտված է հրապարակված շրջանակի մեջ եւ որը նաև կար օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրում, որ բոլոր զգայուն Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերում Հայաստանը ունի որոշիչ ձայն։ Այսինքն թրիփ ընկերությունը երբ որ ձևավորվի եւ որ կանոնադրությունը նաեւ ընդունվի, այնտեղ հստակ ամրագրվելու է, որ մի շարք հարցերում եւ ենթադրում եմ, որ կանոնադրությամբ այդ հարցերը արդեն իսկ կնշվեն, Հայաստանը ունենալու է որոշիչ ձայնի իրավունք։ Գիտեք, մենք ունենք ենթակառուցվածքներ, որոնք կոնստիտուցիոն պայմանագրերով կամ այլ կերպով այլ ընկերությունների կողմից են, այլ պետություններ ներկայացնող ընկերությունների կողմից են շահագործվում, այնտեղ Հայաստանի կառավարությունը որևէ մասնաբաժին չունի, օրինակ Արևկովկասյան երկաթուղիները։ Այստեղ մենք ունենք 26%-ի մասնաբաժին, ինչը նշանակում է, որ նաև ընկերության գեներացված շահույթների համապատասխան բաժին այդ տոկոսային բաշխվածությունը Հայաստանի Հանրապետությանն է լինելու, գումարած դրան բնականաբար Հայաստանը ստանալու է բոլոր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր տուրքերը, մաքսային վճարումները եւ այլն։ Բայց մինչ այդ Արարատ Միրզոյանն ասում էր, որ վարձակալության մասին երբ խոսում են, դա կեղծ տեղեկատվություն է, բայց հիմա փաստացի նա նույնն է կրկնեց, որ լինելու է սկզբում 50-49 տարով, հետո արդեն 50 տարով կտրի վարձակալության։ Այսինքն հաստատվեց այդ տեղեկությունը։ Ես էլ եմ շարունակում հերքել եւ ասել, որ դա կեղծ տեղեկատվություն է, խոսքը վարձակալության մասին չէ։ Խոսքը կառուցապատման իրավունքի մասին է, եթե չեմ սխալվում, նույնիսկ Հայաստանի օրենսդրությամբ չկա այդ վարձակալության գաղափարը կամ լիզինգի գաղափարը, կա կառուցապատման իրավունք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում թրիփ զարգացման ընկերությունը իրականացնելու է կառուցապատում եւ այդ բիզնես նախագիծն է իրականացնելու եւ զարգացնելու։ Պարոն Խանդանյան, հարցնեմ, Ադրբեջանը պնդում էր, որ չի ուզում հայ սահմանապահի երես տեսնել եւ պահանջում էր, որ այդպես լինի, սահմանապահի երես չի ուզում տեսնել։ Արդյոք այս պայմանավորվածությամբ այդպես է լինում է։ Հիմա թե տեխնիկական է, ժամանակակից մեթոդներ են, միջոցներ են, ինչ են, բայց լինում է այնպես, ինչպես ուզում էր լինել Ալիև, այսինքն նա չի տեսնելու հայ սահմանապահի երես այդ ճանապարհին։ Ինչպես է լինելու, ասեք, մեկնաբան։ Մեկնաբանությունը տեքստի մեջ է։ Մեկնաբանությունը տեքստի մեջ է, եւ տեքստում հստակ գրված է, որ Հայաստանի սահմանապահ եւ մաքսային ծառայության ներկայացուցիչները իրենց լիազորություններից բխող գործունեություն են իրականացնելու եւ ներկա են լինելու ամբողջ ենթակառուցվածքի վրա եւ համապատասխան վայրերում։ Իսկ ինչ վերաբերվում է բնականաբար այնտեղ շատ մի նախադասություն կա, որը ըստ ումա բոլոր նման մտահոգությունները փարատում է, ասում է սահմանային եւ մաքսային ծառայությունների Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը անքննարկելի եւ բացարձակ է սահմանային եւ մաքսային հսկողության վրա։ Ես կարծում եմ, այս նախադասությունը ամբողջությամբ այդ մտահոգությունը, եթե դա մտահոգություն էր, լուծելու է, բայց նաեւ այստեղ գիտեք ինչ հարց կա, քանի որ սա հիմնականում սա միջազգային տրանզիտ երթուղու մաս է։ Այստեղ շատ կարևոր է այդ երթուղու արագությունը եւ արդյունավետությունը եւ այս տեսանկյունից է, որ անընդհատ մենք խոսել եւ նաեւ այս նախագծով այս փաստաթղթով երևում է, որ մենք այսինքն թրիփ զարգացման ընկերությունը փորձելու է հնարավորինս արագ
եւ արդյունավետ անցում ապահովել Հայաստանի տարածքում եւ դրա համար է նաեւ նախատեսված front office, back office աշխատանքի այս տարբերակը, նորամուծությունը, որը չկա Հայաստանի մյուս սահմանային ենթակառուցվածքներում, օրինակ Վրաստանի այդ սահմանին, բայց դա չի նշանակում, որ դա պատգաղափար է, ընդհակառակը գուցե այս փորձը նաեւ մեզ օգնի մյուս մեր սահմանային ենթակառուցվածքներում նման մոդելի անցմանը, բայց սա արդեն հետագայի հարց է, երբ որ ընկերությունը կստեղծվի արդեն։ Միայն Հայաստանն է վերահսկելու, թե այլ ուժեր եւս կարող են վերահսկել, որովհետեւ Իրանից անհանգստություններ ունեին, որ ՆԱՏՕ-ից կարող են նաեւ ուժեր լինել։ Նման ընդհանրապես անվտանգության հետ կապված ազգային, այնտեղ տեքստում կրկին նշված է ազգային անվտանգության եւ պաշտպանության հետ կապված բոլոր հարցերը կրկին Հայաստանի իշխանության եւ եզրության ներկայիս սա մի հարց է, որ նույնիսկ չի քննարկվել, սա ակնհայտ է եւ բնականաբար։ Ձեր հաշվարկներով երբ իրականություն կդառնա դա 26-ի ընտրությունների իջև կհասցնեք, թե շահագործումը, թե չէ, շահագործումը կարծում եմ, որ միջև ընտրություններ չի լինի, որովհետեւ տեսեք, հիմա հաջորդ փուլում ինչ պիտի տեղի ունենա, պիտի Հայաստանի Միացյալ Նահանգները այս տեքստից քաղաքական տեքստից բխող իրավական պայմանագիր ստորագրեն Հայաստանի Միացյալ Նահանգների միջև, հետո պիտի ստեղծվի ընկերությունը, պիտի կանոնադրությունը հաստատվի եւ դրան զուգահեռ պիտի իհարկե սկսեն նաեւ նախագծային աշխատանքները եւ նախագծային աշխատանքները ավարտելուց հետո կսկսվի շինարարությունը։ Մեր ակնկալիք հույսը այն է, որ գոնե այս տարվա վերջում մենք կարողանանք խոսել շինարարության մեկնարկի մասին արդեն եւ թեև դա կավարտվի մի քիչ բարդ է, գիտեք որ տեղանքը բավականին բարդ է, չնայած հաշվի առնելով որ նախկինում եղել է երկաթուղի, ես կարծում եմ որ երկաթուղու մասով խոչընդոտներ եւ խնդիրներ չեն։ Պարոն Խանդանյան, այդ ճանապարհը ԵԱՏՄ տարածք է եւ այստեղ բավականին հետաքրքիր է որ Ռուսաստանի ներգրավվածությունը այս ամենում դեռևս մեզ համար անհասկանալի է։ Արդյոք լինելով ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանը Ռուսաստանի հետ որոշակի օրինակ հիմա պայմանավորվածություն է ձեռք բերում այդ ճանապարհի հետ կապված։ Եթե ոչ, ինչպես է ստացվելու ԵԱՏՄ տարածքով նման ճանապարհ կառուցել առանց Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի որոշակի ներգրավվածության։ Նախ Հայաստանի ԵԱՏՄ անդամ է, բայց այդ բանդումը մի քիչ տարօրինակ է, դա ԵԱՏՄ տարածք է։ ԵԱՏՄ կարգավորումները, ինչպես որ գործում են Հայաստանի տարբեր գործընթացներում, այդ թվում եւ մաքսային գործընթացներում, այնպես էլ այդտեղ կրկին պատասխանը տեքստի մեջ ասում է բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքները, ընդհանրակարգերը եւ միջազգային պարտավորությունները պահպանվելու են նաև այս երթուղու վրա եւ այստեղ կարծում եմ որևէ բան չկա, հա։ Լրացուցիչ, հա, բայց դա ԵԱՏՄ-ի հետ կապ չունի։ Չէ, ես ասում եմ Ռուսաստանի սահմանապահն է, եւ մենք Ռուսաստանի ներգրավվածության մասին եմ ես խոսում։ Արդյոք կա որևէ բան այս բանի։ Եկեք սահմանը եւ երկաթուղային ճանապարհը կամ ավտոճանապարհը միմյանց այնտեղ չէ։ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի սահմանին, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության սահմանային ծառայությունների ծառայողները համատեղ ծառայություն են իրականացնում։ Սա Հայաստանի Հանրապետություն Իրան սահմանի մասին է, սա ճանապարհի եւ երկաթուղու մասին չէ։ Այդ ճանապարհի վրա որևէ հայ ռուսական որևէ ընկերություն Ռուսաստանի ներգրավվածություն ինչքան է լինելու այստեղ։ Լինելու է ընդհանրապես։ Որևէ TRIP ենթակառուցվածքային նախագծում TRIP զարգացման ընկերությունում երրորդ կողմերի ներգրավվածությունը լինի, դա մասնավոր ընկերություններ, թե պետական ընկերություններ, դրանց ներգրավվածության հարցերը որոշվելու են Հայաստանի Միացյալ Նահանգների փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նշված էր օգոստոսի 8-ի հռչակագրում, ինչպես նշված է այսօրվա շրջանակում։ Խոսքը բիզնես նախագծում ներգրավվածության մասն է։ Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների վրա անվտանգության ապահովմանը, դա իրականացնելու է բացառապես Հայաստանի Հանրապետության Միացյալ ծառայությունը եւ իրավապահ մարմինները։ Ռուսական ընկերություն այնտեղ լինի, թե չէ, այսինքն նրանց Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համատեղ, որը TRIP ընկերություն։ Բայց իրենք ավելի մեծ։ Նորից եմ կրկնում, վերադառնանք առաջին հարցի պատասխանին, որ բոլոր հարցերի դեպքում եւ հատկապես երրորդ կողմերի ներգրավվածության հարցում
Հայաստանը ունենալու է որոշիչ ձայն Այդ դեպքում ինչպես է Ալիևն ասում, որ Զանգեզուրի միջանցք է դա, ինչ անունը ուզում եք դրեք։ Ես կարծում եմ, որ դա հարգալից չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, որովհետև Հայաստանի այդ ենթակառուցվածքը, որը ստեղծվելու ենթակառուցվածքը նախագիծը ունի շատ հստակ անուն, միջազգային լեգիտիմություն ունեցող անուն եւ հորդորում են բոլոր գործընկերներին, մեր բոլոր գործընկերներին օգտագործել TRIP անվանումը։ Իսկ տրամաբանությունը, ինչպես փաստաթուղթն է հաղորդում բոլորին, հարևաններին, հեռու բարեկամներին, հայաստանյան ընդդիմությանը, շահագրգիռ կողմերին, ընդհանրապես միջանցքային չէ։ Իսկ ԱՄՆ փոխնախագահը գալու է արդյոք այս մասին հստակ Ես հունվարի վերջին եթե նման այց լինի, անպատասխանաբար արտգործնախարարությունը կամ վարչապետի աշխատակազմը հայտնի կդարձնի։